Ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրի շուրջ աղմուկի ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին դիմել է ուկրաինացիներին։ Նա հայտարարել է, որ երկիրը կարող է կանգնել դժվարին ընտրության առաջ կամ կորցնել արժանապատվությունը կամ կարևոր գործընկերոջը, կամ 28 բարդ կետ կամ չափազանց դժվար ձմեռ։ Զելենսկին նշել է, որ կանի հնարավոր է ուկրաինացիների արժանապատվությունն ու ազատությունը պաշտպանելու համար։ Հաջորդ շաբաթը շատ բարդ եւ իրադարձություններով լի կլինի։ Այս ընթացքում մեծ ճնշումների ենք բախվելու, քաղաքական, տեղեկատվական եւ այլ, բայց մենք կհաջողենք, ասել է Ուկրաինայի նախագահը։ Օրերս Վաշինգտոնը ներկայացրել է Ուկրաինայում խաղաղության նախագիծ, որը ըստ ամերիկյան ԶԼՄ-ների մշակվել է Մոսկվայի հետ։ 28 կետից բաղկացած ծրագրով Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից Վաշինգտոնի անվտանգության երաշխիքների դիմաց։ Կրճատի զինված ուժերի թիվը հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։ Զելենսկին նշել է, որ պատրաստ է փաստաթղթի շուրջ աշխատել գործընկերների հետ։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Ուկրաինայի նախագահը եւ Դոնալդ Թրամփը կքննարկեն խաղաղության նախագիծը։ Զելենսկին արդեն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ղեկավարների հետ, կրկնել, որ հույս ունի այսուհետ էլ ստանալ Եվրոպայի աջակցությունը։ Ուկրաինայի նախագահը զրուցել է նաեւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի հետ հեռախոսային բանակցություններից հետո էլ Զելենսկին հայտարարել է, որ համաձայնել է խորհրդատվական մակարդակով աշխատել Ամերիկայի եւ Եվրոպայի հետ, հստակեցնելու ամերիկյան ծրագրի մանրամասները։ ԱՄՆ փոխնախագահն իր հերթին X-ի էջում հրապարակում է արել, հայտարարելով, որ խաղաղության ամերիկյան նախագիծը կոչված է դադարեցնելու սպանությունները եւ պահպանելու Ուկրաինայի ինքնիշխանությունը, ապահովելու առավելագույն երաշխիքներ, որ պատերազմը չի վերսկսվի։ Վենսը վստահեցրել է, որ ցանկանում են եւ Կիևի եւ Մոսկվայի համար ընդունելի գործարք ստանալ։ Նրա խոսքով նախաձեռնության քննադատները կամ սխալ են հասկացել փաստաթղթի էությունը, կամ անտեսում են ռազմաճակատում իրավիճակը։ Անիրատեսական է մտածել, որ ավելի մեծ գումարները, զենքը կամ պատժամիջոցները կարող են Ուկրաինային հաղթանակ երաշխավորել, նշել է Ջեյդի Վենսը։ Դոնալդ Թրամփն էլ պնդել է, որ Զելենսկին պետք է ընդունի խաղաղության ծրագիրը։ Սպիտակ տան ղեկավարը հուսով է, որ դա տեղի կունենա մինչև նոյեմբերի 27-ը, այլապես Կիևը կարող է կարճ ժամանակահատվածում ավելի շատ տարածքներ կորցնել։ Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ չի պատրաստվում չեղարկել ռուսական նավթային ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Նաև Թրամփը զրուցել է Գերմանիայի կանցլերի հետ ամերիկյան ծրագրի հայտնվելուց ի վեր Ֆրիդրիխ Մերցը եվրոպացի առաջնորդներից առաջինն է, որ զանգահարել է ԱՄՆ նախագահին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդականների մակարդակով շփումները։ Եվրոպական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինական հարցով որևէ գործարք չի կարող կնքվել առանց Եվրոպայի կարծիքը եւ շահերը հաշվի առնելու։ Ռուսաստանի նախագահն էլ բարձրացրել է Թրամփի խաղաղության ծրագրի հարցը անվտանգության խորհրդի նիստում։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ստացել են փաստաթուղթը եւ այն կարող է դառնալ պատերազմի խաղաղ կարգավորման հիմք։ Խաղաղության ծրագիրը քննարկվել է Ալյասկայի հանդիպումից առաջ եւ այդ փուլում ամերիկյան կողմը խնդրել է մեզ գնալ որոշակի զիջումների։ Մենք հաստատեցինք, որ համաձայն ենք ճկունություն ցուցաբերել, մանրամասնել է Պուտինը։ Սակայն նրա խոսքով Ալյասկայի բանակցություններից հետո Վաշինգտոնը դադար է վերցրել։ Կրեմլի ղեկավարի կարծիքով պատճառն այն է, որ Կիևն իր համաձայնությունը չի տվել ամերիկյան առաջարկներին։ Վլադիմիր Պուտինի ձևակերպմամբ Ուկրաինան եւ նրա եվրոպական դաշնակիցները մոլորության մեջ են եւ երազում են մարտի դաշտում հաղթելու մասին։ Նա խոստացել է, որ ռուսական ուժերը դեռևս կշարունակեն առաջ շարժվել։ Դիանա Գասպարյան, լուրեր։